Ուղիղ ժամը 16:10 րոպեին Դամասկոս-Երևան չվերթի ուղևորները վայրեջք են կատարում Զվարթնոց օդանավակայանում, իսկ ուղևորները հիմնականում հայ պատանիներ են, դպրոցականներ Սիրիայից։ Նրանցից շատերի համար սա առաջին այցելությունն է Հայաստան։ 1.5 ժամ տևեց ճամփան, շատ հանգիստ եկանք եւ ուրախ ենք շատ։ Սփյուռքի նախարարության Արիտուն ծրագրի եւ Պրոմեթեյ բանկի աջակցության շնորհիվ 119 դպրոցականներ ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի ճամբարում եւ կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Մենք որոշեցինք մեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել եւ ֆինանսավորեցինք այսօր օգոստոսի 9-ին եւ օգոստոսի 23-ին կայանալիք Երևան-Դամասկոս-Երևան չվերթները։ Այդ չվերթները ամբողջապես բարեգործական են լինելու, տոմսեր չեն վաճառվել եւ ցանկացողները ամբողջովին անվճար տեղափոխվելու են Հայաստան։ Այս ծրագիրը իրականացվում է մասնավոր պետական համագործակցության շրջանակում, կոնկրետ առաջին ինքնաթիռի ֆինանսավորումը իրականացրել է Պրոմեթեյ բանկը եւ մենք շնորհակալություն ենք հայտնում այդ նախաձեռնության համար։ Երեխաներից ոչ մի գումար, ոչ մի լումա, ոչ մի, չգիտեմ, դրահմաս իրական ֆոնդ չի ակնկալվում։ Առաջին անգամը չէ, որ Պրոմեթեյ բանկը մասնակցում է բարեգործական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Ավելի քան 22 տարվա պատմության ընթացքում Պրոմեթեյ բանկը անընդհատ իր աջակցությունն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին եւ միջոցառումներին։ Սկսած այբ համալիրի աջակցությունից, համահայկական խաղերի եւ տարբեր մանկատների եւ հատուկ խնամքի կարիք ունեցող խմբերի աջակցությունից։ 14 օր Հայաստանում անցկացնելուց հետո երեխաները կրկին բարեգործական չվերթով կմեկնեն Դամասկոս։ Սոցիալական տարբեր խմբերի երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքը բանկի սոցիալական պատասխանատվության ապացույցն են։ Հենց այդ պատասխանատվության, գրագետ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էլ Պրոմեթեյ բանկը ֆինանսական աշխարհում տարիներ շարունակ հաստատուն տեղ է գրավում։ Լիանա Ռաֆայելյան, Հայկ Վարդանյան, Էդվարդ Մինասյան, Հորիզոն։